Ողջույն, կրկին ձեր հետ գրաքաղաքական պոդքասթն է, ես արձակագիր Հայկ Հովյանը և գրականագետ Թագուհի Ղազարյանը։ Այսօր կխոսանք մեր ժամանակակիցներից ևս մեկի գրքից, Արամ Պաճյանի «Տեսություն ծիտ», իմ մոտ առաջի հրատարակչությունն է, քո մոտ բայց երկրորդ, երրորդ հրատարակչություններ էլ են եղել գրքի, երևի թե ինչ-որ խմբագրումներով, բայց ես կարդացել եմ առաջինը, չեմ կարծում, որ սյուժեի մեջ ինչ-որ մեծ փոփոխություններ եղած կլինեն, սյուժեն կխնդրենք պատմի Թագուհին, իր մոտ դա ավելի լավ է ստացվում, քան իմ մոտ։ Բարև Հայկ, կամ բարև Ծիտ, չէ, երևի պետք է ասել, ինձ հետաքրքիր կլիներ իհարկե լսել, դու առաջի անգամ ես կարդացել, չէ՞։ Դու առաջի անգամ ես կարդացել, ես շատ երկար տարիներ չէի կարդացել, երևի հեղափոխությունից հետո ես Ծիտը չէի կարդացել, սենց ասեմ, ու շատ հետաքրքիր էր կարդալ, որտեղ ես գիտեմ, որ նախորդ անգամները ես ավելի նախապաշարված եմ կարդացել, ավելի կանխակալ, դե չգիտեմ, այս կոնտեքստը, այս գրքի գիտես թե չէ, բայց ինքը շատ պոպուլյար գոնե էլիտար գրական շրջանակներում, բոհեմական շրջանակներում շատ պոպուլյար գիրք է եւ շատ ռիսկային է իրեն չհավանել է, հետեւաբար տենց բան նախապաշարված է կարդում, բայց քանի որ վերջին տարիներին իմ մեջ բազմաթիվ իրադարձություններ իմ միջից հանել են նախապաշարմունքներն ու կանխակալությունը, ես կարդացի այդպես ավելի համարձակ որպես ընթերցող ու պետք է խոստովանեմ, որ շատ դուրս նորից եկավ շատ հասկացա թե ինչ եմ այն ժամանակ հավանել կամ ինչ որ բաներ ուղղակի չէի հիշում ոնց եմ վերաբերվել, բայց հիմա շատ դուրս եկավ ու շատ գոհ եմ որ նորից կարդացի։ Կարճ սյուժեի մասին ասեմ, սա պատմություն է ծառայած մարդու մասին, բանակում ծառայած մարդու մասին, ինչքան էլ վերնագիրը ուրիշ բաներ, նյուանսներ հուշի եւ կարծում եմ հրաշալի վերնագիր է ընտրել, որի ամբողջ կյանքը անցյալը եւ ներկան եւ ապագան, այսինքն ծառայությունից հետո ընկած ժամանակը, ծառայությունից առաջ ընկած ժամանակը, ամբողջ սկսում է մեկնաբանվել բանակի պրիզմայով ու ցույց է տալիս թե ինչ մեծ ազդեցություն ունի դա տղամարդու կյանքի վրա այդ իրադարձությունը։ Իհարկե այնտեղ կերպարները տարբեր են թվում, որովհետև տարբեր պատմություններ կան, այդ կերպարը, որի պատմությունը լսում ենք անընդհատ, ինչ որ պահի նույնիսկ մեռնում է, ու թվում է թե տարբեր պատմություններ են, բայց քանի որ պատմողի ձայնը չի փոխվում, ոճը պատմելու լեզուն չի փոխվում, անընդհատ ոնց որ նույն ձայնը պատմի, տպավորությունը թե մեռնելուց հետո ինքը շարունակում է պատմել այդ բանակային կյանքի մասին, եւ եթե մի քանի սյուժեներ առանձնացնեմ, որտեղ ինքը մի քանի բազմաթիվ սյուժեների հավաքածու է, որոնք կապված են բանակի հետ, երևի որպեսզի ինչ-որ սյուժետային բան, հա, փոխանցենք նաև չկարդացած մարդկանց, օրինակ իր մանկության ընկերոջը հիշելիս, եթե չեմ սխալվում, դաշնակահար երեխա է իրանց բակում ապրող, որը այդպես բան ունի, խոցելի կեցվածք ունի, հա, ինքը փոքր ժամանակ մահացել է եւ հիշում է պատմողը, որ ինքը նույնիսկ այդ մազութի տակառի մեջ ընկնելիս օգնության չի կանչել, որպեսզի նրան փրկեն։ Ու ինքը ոնց է մտածում այս պատմությունը, իր մանկության պատմություն, ոնց է մտածում, ասում է, ինչ լավ է, որ դու փոքր ժամանակ մահացար, թե չմեծանալու էիր, գնայիր բանակ, բանակում ինքնասպան լինեիր, որովհետեւ բանակը չի հանդուրժում այդ նուրբ հոգով մարդկանց, հա, խոցելի մարդկանց, բանակի հիերարխիայի մասին է պատմում, այսինքն բանակի ներսում տեղի ունեցող իրադարձությունների, բանակի ներսում եղած մարգինալացված մարդկանց հետ բանակային կյանքում այդ հրամանատարը նույնիսկ բանի Խաչյանի հետ ինչ որ ասոցիացիա գնաց, որ հիշում ես այդ մահացած զինվորներ անընդհատ գալիս նույնիսկ իր անձնական հարաբերությունների ժամանակ, հա, սիրուհիներից կամ կնոջից մեկի հետ եղած ժամանակ հայտնվում էր, հիմա էլ այս մարդու կյանքում հրամանատարն է գալիս, որը իհարկե բռնության խորհրդանիշը արժանապատվությունը նվաստացնելու, խոշտանգելու եւ այլն, բայց վերադառնալով քո ընթերցանությանը կուզենայի, որ դու քո դիտանկյունն ասես, որ այս գիրքը ամենաշատ ձեր սերնդի գրականության ամենաշատ քննարկված, ամենաշատ հրատարակված, վերահրատարակված, վաճառված, ընթերցված, գրախոսված, թարգմանված, նույնիսկ օպերա կա այս գրքի հիման վրա, չգիտեմ, գրական քննարկումներ եւ այլն ու երևի թե
Այս գիրքը ամենապոպուլյար գիրքն է ձեր սերնդակիցներից կողմից գրվածներից, ես կուզենայի դու ասեիր ինչը կարա այդքան հետաքրքիր դարձրած լինի։ Շատ լավ, սյուժեի հետ կապված մի բան էլ ասեմ, հա, որ չկարդացած մարդուն նեւի հետաքրքիր կլինի։ Գրքի հանգուցալուծումը նրա մասին է, որ այդ բանակային ներ զինվորական օրենքներից, հա, ոչ թե բանակում տենց զինվորական օրենքի մասին է խոսքը, ռազմական, ոչ կանոնադրական, հա, այլ ոչ կանոնադրական օրենքներից այդ խախտելու մեկի հետևանքով վերջի վերջո գլխավոր հերոսը ինքնասպանություն է գործում։ Ոնց որ սյուժեն ավելի բան լինի, էլի, ընկալելի լինի։ Իսկ ինչ վերաբերում է իմ զգացողություններին, ես չգիտեմ Անպատճանը երբ բանակում ծառայել կամ գուցե չի ծառայել, չգիտեմ, ենթադրում եմ, որ պետք է ծառայած լինի, որ այս գիրքը գրել է, չեմ աղ։ Եվ քանի որ սերնդակից եք, երևի մոտարապես այդ նույն տարիքային բանում պիտի լինի։ Ես ինքս բանակում ծառայել եմ այդ Ռոբերտ Քոչարյանի այդ ամենաոսկե դարաշրջանում, հա, ու այս գրքում տեղ գտած այդ նկարագրությունները մի քիչ ծայրահեղած, ես 2004-ից 2006 թվականներին եմ ծառայել ինստիտուտից հետո, հա, սովորելուց հետո։ Այս այդ նկարագրությունները, հա, բանակային կյանքի այդ ոչ նորմատիվ հարաբերությունների եւ այլն ինձ բավականին ծանոթ, հա, բնականաբար շատ ավելի գրոտեսկի ենթարկած ու ծայրահեղացրած եւ այլն, սա արդեն պիտի հասկանանք, որ հա Սերժ Սարգսյանի իշխանաբարման ժամանակահատվածներ ու մանավանդ հաշվի առնելով այն թե այս գիրքը ինչ պոպուլարություն է արդեն ունեցել այդ ուշ Սերժի ժամանակահատվածում, ինքը հենց շատ լավ բնութագրում է այդ ուշ սերժական ժամանակահատվածի այդ երիտասարդությանը, հա, զգալ, որ ինչ որ բան այն չի, բայց չհասկանալ, թե դա ինչի հետևանք է, հա, հասկանալ, որ կամ զգալ, որ բանակային ծառայությունը, հա, դա ինչ որ մի հատ տենց ագրեսիվ ու վատ միջավայր է, որը մարդուն խեղում է, բայց այդպես էլ չհասկանալ ինչի է դա տենց։ Այսինքն արմատին չգնալ, հա, որ պերմանենտ պատերազմի մեջ գտնվող երկիրը, որը պատերազմը չի ավարտել ըստ էության, ինչքան էլ փորձել են համոզել կամ ծածկադմփոց անել, որ այս հարցը լուծված է, որ պատերազմը հա բանակը կա, ճակատը կա եւ այլն, բայց ըստ էության դա լուծված հարց է եւ այլն, այսինքն կիսատ մնացած հարցը ու պերմանենտ պատերազմի զգացողությունը հանրությանը չի խոսացվել, դա եղել է տաբու, բայց ինչպես եւ ցանկացած տաբուավորված բան, դա տենց մեկը մարդու զգացողության վրա ազդում է, տենց հայտնի բան կա, հա, որ այ սովետական միության ժամանակ, օրինակ այդ կոռուպցիան երբ է սկսվել, կոռուպցիան սկսվել է պատերազմի ժամանակ, որտեվ դա այն բանն է, որ մարդը իր կամ իր զավակի չզոհվելու համար համաձայն ամեն ինչի գնալ։ Նույնը եղել է արդեն այդ անկախ Հայաստանի պատմության մեջ, հա, մարդը մի քիչ քաղաքական եմ գնում, բայց դա շատ կապված է այս գրքի բանի հետ, էլ այդ առանցքի հետ։ Այնպես էր, հա, ինստիտուտը սովորում էինք ու վերջում պարզվում էր, որ ասպիրանտուրայում 95%-ը տղաներ էին։ Ինչի համար, որտեղ բանակի աղջիկներիս ասում էին դուք խնդրում էին, գալիս էին, մոտենում էին, ասենք, չգիտեմ, իմ ընտանիքում էլ է հա, տենց բան եղել, ասենք, ես հիշում եմ, որ քույրս մագիստրատուրա էր ընդունվում, իր կուրսեցիներից մեկի ծնողն եկել էր մեր տուն ու խնդրում համոզում էր, որ այ ինքը տեղը զիջի, իրանք վճարը կտան, բայց խնդրում ենք այդ անվճար տեղը տվեք մեր տղային, ասենք, դա խոսակցություն մեր ընտանիքում էլ է եղել, բայց եթե պատերազմը չլիներ, եթե այդ պերմանենտ պատերազմը այդ կախված չլիներ, այդ վտանգը չլիներ, ոչ ոք դες չէր անի։ Այսինքն չենք պատկերացնում, չէ՞ որ ասենք ինչ որ Չեխիայում ինչ որ մեկը պետք է գնա հատուկ փող տա կամ իր ամբողջ կյանքը ներդնի ինչ որ գումար հավաքի, որ ասպիրանտուրա գնա այն տղեն, որը բանակ չգնա։ Բայց դա ըստ էության խեղում էր ամբողջ պետության հիմքերը։ Այդ ասպիրանտուրայի իմաստը ոչ թե բանակից ազատվելը պետք է լիներ, այլ պետք է լիներ գիտությամբ զբաղվելը։
Իսկ մարդիկ չէին գնում գիտությամբ զբաղվելու, այդ տեղը դառնում էր բանակից ազատվելու տեղ։ Ու տենց ամբողջ շղթայով, ինչ եմ ուզում ասեմ, որ պերմանենտ պատերազմի մեջ գտնվող պետությունը ինքը ըստ էության խեղված է։ Իր ամբողջ բանը խեղված է լինում, ու դա չի կարող հանրության վրա չազդել։ Բայց մեր դեպքում այդ նույն երիտասարդությունը դա չէր ընկալում։ Հա, խոսվում է վատ կամանձիրի, հա, վատ հրամանատարի, բիրտ եւ այլն դրա մասին։ Բայց պիտի խորքը գնալ, դա ինչի է տենց։ Հա, մենք ունեցել ենք պատերազմ, այդ պատերազմում ինչ որ ճակատամարտում հաղթանակ ենք ձևակերպել, սառացրել ենք այդ իրադրությունը, այդ դաշտային հրամանատարները, որոնք հիմնականում ռազմական կրթություն չեն ունեցել, դարձել են զինվորական, դարձել են գնդի հրամանատար, չգիտեմ, փոխնախարար եւ այլն, այսինքն այդ top պաշտոնները բանակում դրանք զբաղեցնում էին հիմնականում ռազմական կրթություն չունեցող ոինները, հա, ֆիդայիները, որոնք մեծ մասը նույնիսկ կարող, չգիտեմ, 8-րդ դասանի կրթություն չուներ։ Ու մեծ մասը իրենց վրա չեն էլ աշխատել, հա։ Ոնց է հնարավոր, ասենք, հաղթական պատերազմ տարած բանակի ոչ մի գեներալ մի հատ մենագրություն չի գրում, նույնիսկ թե ասենք այդ պատերազմը ռազմական գործի տեսանկյունից ոնց է հաղթվել։ Ու տենց այդ մարդիկ հետո գալի եկել հայտնվել են պարլամենտնում, հայտնվել են քաղաքականության մեջ եւ այլն։ Ու տրամաբանական է, որ բանակը լինելու էր այդպիսի մի հատ բանի մեջ, այդ հոգեբանական այդ փոսի մեջ էր լինելու։ Բայց հասկանալու համար, թե դա ինչ էր, պետք է այդ խորքը գնալ։ Դրա պատճառը այդ պերմանենտ պատերազմը չլուծված հարցն էր։ Այդ ուշ Սերժի, հա, ասենք, կամ այդ ժամանակահատվածի երիտասարդությունը, որը ի վերջո, հա, այդ 2008-ի շարժման հետևանքով տենց ինչ որ քաղաքական կրթություն sense ասած այդ հրապարակներում ձեռք բերելով, այդ իրադարձությունները, հա, այդ գաղափարները տենց ձնագնդի պես եկան հասան 2018 թվին, որ հա, հեղափոխությունն եղավ, մարդիկ դժգոհ էին, բայց իրականում այդ հասկացվածությունը, թե խնդիրն ինչից էր, տենց էլ մնաց անհայտ։ Ու դրա համար էլ եղավ այն ինչ որ հետո եղավ, որովհետև մենք որպես այդպեսին, որպես հանրություն չենք հասկանում, թե մեր խնդիրների ակունքը որտեղ է։ Մեր խնդիրների ակունքը չլուծված հակամարտությունն էր, ոչ թե այն, որ հրամանատարը վատն է։ Հրամանատարը վատն է, որովհետև այդ չլուծված խնդիր կա, որովհետև պերմանենտ պատերազմ գտնվող հասարակության մեջ այդ վատ արատները, կոռուպցիան, հովանավորչությունը, սա, դա ոչ թե բան է լինում նվազում, այլ ընդհակառակը սկսում է ինքը ուրչել ու վերջում հանգեցնում է նրան, ինչ որ հանգեցնում է։ Այդ կտրվածքներ, հա, ոնց որ հետաքրքրում գրքի մեջ կարդալուց, թե մարդը ոնց չի հասկանում, թե խնդիրն ինչի մեջ է ու անընդհատ մենք հիմա մեջ դրա մեջ ապրում ենք, հա, որ ասում ենք, մենք ոնց չենք հասկանում, թե այս խնդիրն ինչից էր, ու այս գիրքն էլ է դրա մասին, չհասկանալ, թե խնդիրն ինչից է։ Ու շատ բնորոշ է դա իմ սերնդին, ովքեր այդ տարիներին, ասենք, այդ իրանց երիտասարդության շրջանն էին ապրում, չհասկանալ, թե խնդիրն ինչի մեջ է։ Տեսնել, որ վատ է, զգալ, որ պրոբլեմ կա, բայց չհասկանալ խնդիրն ինչի մեջ է։ Իմ զգացողությունը սենց էր։ Ասասներիդ հետ կապված ասեմ, քանի որ էլի ընդհարցակեցին կոնտեքստը ու ոնց որ գրքի բուն պատումներից դուրս եկանք, ես կուզեմ այս ժամանակաշրջանի գրականության այդ ընդհանուր տենդենսների մասին խոսենք։ Այս շրջանի գրողները, այս սերնդի գրողները այս տարիներին շատ էին գրում բանակի մասին, բանակում կոռուպցիայի, բանակում բռնության, բանակում ինքնասպանությունների, բանակում թշնամու կրակոցից մահերի, բանակում ընտրությունների, բանակի այդ քաղաքական process-ներին մասնակցության եւ այլ խեղված երևույթների մասին ու գրականությունը։ Ես մի անգամ կներես Սահմանադրական հանրաքվեի մասնակցել եմ ծառայության ընթացքում, տեսել եմ դա։ Մի հատ բան կա, պատմվածք ունի, կարծեմ Համբարձումյանն է, որ կարծեմ հենց ընտրություններ էլ կոչվում է, որ իրենց ստանում են ամբողջ բանով քվեարկելու, չեմ հիշում, կամ Սերժեն կամ Քոչարյանն անունը հենց տենց է գրած, այսինքն բանի են կամ կարող է գրած է նախագահին ու ինքը ոնց որ այդ բանը
այդ արատավոր երևույթները նույնպես նկարագրում այն ժամանակ լսի Հովհաննես Իշխանյան մի հատ գիրք ուներ Ուվալնիատի օրը, որը պաշտպանության նախարարություն պարզապես արգել է էլի բանակում բռնությունների բանի մասին էր, խեղված հարաբերությունների ոչ կանոնադրային հավաքեց գրախանութներից ուղղակի արգելեց ու այս թեման գրականության շատ կարևոր բան էր դարձել, ասելիքի մաս, այն դեպքում, երբ որ ամբողջ բանը մեդիան, այսպես ասած, հա, մեդիան, mainstream-ը, ռոպագանդան, բաններ, զինուժի մարտունակ բանակներ եւ բանակումի հավես բանակներ։ Այս ամբողջ ընդհանուր ընկալումը ու գրականությունը իր հակառակ կողմն է։ Ու այս գրականությունը ընկած է այդ երկու մեծ պատերազմների արանքում, ինչպես որ այդ երկու մեծ պատերազմների արանքում ընկած են այն մի քանի հազար զոհերը, որոնք առանձին ոնց որ բան էին, էլի առանձին պատերազմի մաս էին, եթե ասես։ Ոչ մարտական պայմաններում։ Ոչ մարտական պայմաններում եւ ոչ միայն բանի դիվերսիաներից կամ կրակոցներից, այլ նաև իրանց, եթե չեմ սխալվում, 2000-ի մասին է խոսքը, 2000 մարդու մասին է խոսքը, ովքեր բանակում կամ սպանվել են, կամ ինքնասպան են եղել, կամ սպանել են այլոց, ու ստեղել այդ հարաբերությունները շատ հետաքրքիր դինամիկայով է ցույց տալիս վերադառնալով գրքին, ինքը ցույց է տալիս, թե ոնց են ուժեղները ճնշում թույլերին, դրթելով նրանց կամ ինքնասպանության կամ որ թույլերը սպանեն ուժեղներին։ Այս պատմությունը, այս դինամիկան էլ կա ու այդ մեծ պատմությունը, որ մենք ոնց որ այդ արանքի պատերազմում էլ, հա, բան չենք հաղթում։ Երևում է, որ պարտվում ենք այս մեջտեղի պատերազմի երկարատև պատերազմում։ Բայց հաստատն է, որ Որ նկարագրում Արամը, որ այդ երիտասարդը չի հասկանում, դա ինչի պատճառով է, ես շատ եմ մտածել դու այդ բանի շուրջ անդադ այդ պացիֆիստական, սիրական, հակամիլիտարիստական գրականության հետ կռիվ ունես, որտեղ իրանք քաղաքական ուղերձ չեն հղում, այսինքն ոնց որ դրա քաղաքական լուծումը հետեւյալն է, ու այդ մասին շատ եմ մտածել, միգուցե ես գրականությունից տենց ակնկալիք չունեմ, իմ մեծ խնդիրը գիտես որն է, իմ մեծ խնդիրը նա որ քաղաքական գործիչներն են տենց անում։ Էլ մեն ասում են պատերազմը վատ բան է, ով է պատերազմ ուզում, բոլորս խաղաղություն ենք ուզում, Երանի խաղաղություն լինի ու ոնց որ դրա քաղաքական իտոգը ամփոփումը չեն տալիս։ Այդտեղ ես խնդիր ունեմ։ Գրականությունից միգուցե իմ ակնկալիքները դա չեն։ Մի հատ բան եմ ուզում։ Գիտես, գրականությունը տենց ուզում է այդ քայլը դնի, հա, այդ հանրային տրամադրություններից մի քայլ վերևից սկսի ինչ որ բան անել, այդ հարցերի պատասխանը բա պիտի տա, բայց ինչի համար է տենց, հա, 18 տարեկան զինվորի մահանալը վատ է, ինչ որ մեկն ասում է դա լավ է, բնական բան է, վատ է, մարդու մահանալը 18 տարեկան զինվորի մահանալը վատ է, պարզապես ասել որ դա վատ է, դա ոչ մի բանի մասին է, ինչ որ մեկը կա ասում է որ դա լավ է, չէ, հարցն է այ Ինչն է խնդիրը, որ այդ 18 տարեկանը մահանում է։ Խնդիրն է, որ պրոստը սպա ասածը, հա, կամ հրամանատարը վատն է, չէ, դա էլ պատճառը չի։ Այդ պատճառը այդ պերմանենտ պատերազմն է չավարտած, որտեղ աշխարհի բոլոր երկրներում, որտեղ որ մարդիկ պերմանենտ պատերազմի մեջ են տարիներ շարունակ, դա ձևախեղում է հանրությանը, դա արատավոր երևույթներ է ստեղծում։ Այսինքն դու չես գնում խորքը, որ տեսնես այդ արատավոր երևույթն ինչի մասին է։ Ու ինձ հասկանալի է, թե ինչի մարդիկ չեն գնում այդ խորքը, նույնիսկ եթե ընդունենք, որ հասկանում են, նույնիսկ ինչի չեն գնում, որտեվ դա շառ է, հա։ Երբ որ դու կանգնես ասես, այ խնդիրը այն է, որ այս հարցը լուծված չի, քո կողմը քարեր է թռնելու, որտեղ մարդիկ ասելու են, բայց էլ մի րոպե, բայսի սենց, բայնին ես, բա տենց պետք է լինի, բա ոնց այդ հարցը լուծենք ուրիշ ձև։ Դու մտնում ես մի հատ դաշտ, որտեղ քարկոծվելու ես։ Իսկ պարզապես պատմել թե ինչ վատ է, որ 18 տարեկան զինվորը մահանում է, դա շատ անշարժ գործ է։ Իհարկե վատ է, բոլորին էլ հուզում է, թե 18 տարեկանը որ զոհվում է կամ մահանում է։ Շատ անշարժ բան է, հա, այդ տիպի բան գրելը, բայց գրականությունը ես կարծում եմ, որ պիտի այդ խոր, իսկն գրականությունը ասածը, հա, ամեն ինչն էլ կարելի է ասել, գրողի պատասխանատվության հարցը առաջացնում, ինքը պատասխան տա եւ այլն, բայց մեծագույն գործերը այն գործերն են, որոնք այդտենց խորքային հարցերին հանդգնում են, որը, հա, որ գործերը
Ստեղ այդ հարցը կա էլի իրական գրականություն, այդ գեղարվեստական գրականություն, որ դու ակնկալում ես կա, թե չէ, ես մի հատ Պաչյանի հարցազրույց էի լսում։ Դե ես իմ զգացածի մասին եմ ասում, հա։ Ինչ ասում, ինքը այդ մեծագույն գործերը ըստ երևույթին չկան։ Ինքը ասում է այս մերձավոր արևելքի կոնֆլիկտները Պաչյանն է ասում, այս Ուկրաինայի դեպքերը Ռուսաստանի հետ անվերջ, հա, ոնց որ երրորդ համաշխարհային պատերազմն է, ըստ երևույթին, որ նկարագրում է։ Պաչյանն ասում է դա գրականության պարտությունն է, հետ պատերազմյան գրականության պարտություն նկատի ունենալով բանի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված այդ ամբողջ պացիֆիստական, հակամիլիտարիստական գրականությունը ու երևի թե եթե փոքրացնենք մասշտաբները, այս մեր պատերազմը 20 թվականի այս գրականության պարտությունն է, որովհետև երբ որ դու ասում ես այդ գրականությունը այդ հարցերին է պատասխանել, միգուցե եթե այդ հարցերին գրականությունը պատասխանած լիներ, նաև այն մնացած համաշխարհային կոնֆլիկտներ չլինեին ու կարող է հեչել չի պատասխան, կողմ գրականություն ընդհանրապես այդ բաները քաղաքական խնդիրներ լուծելու հարց չունի իր արժեք, որտեղ գրականություն պատմելու մասին է։ Ինքը խնդիր չի լուծում, խնդիր լուծում է քաղաքականությունը։ Ես լրիվ համեմատ եմ, թե դու իմ զգացողությունից ես հարցնում, իմ ասած սրտին կպնում է այն գրականությունը, որը այդ տենց հարցերին պատասխան է կարում տա։ Ինձ պարզապես ասել 18 տարեկանի մահանալը վատ է, ինձ որպես Հայկովյան չի բավարարում։ Հա ինձ որպես ընթերցող չի բավարարում այն, որ 18 տարեկանի զոհվելը վատ է։ Իհարկե վատ է, բայց եթե ես իմ մեջ անընդհատ այդ բանն ունեմ, հա, այդ ինքս ինձ կրծելն ունեմ, այ բայց ինչի է տենց, այ ոնց պետք է անել, որ 18 տարեկանը չզոհվի, տենց պայմաններում, հա, ինչ որ մի հատ սաներ գցելու, զուգարանում սաներ գցելու հետևանքով։ Ինձ չի բավարարում մենակ դրա նկարագրությունը որպես ընթերցող, կարող է ինչ որ մարդկանց դա բավարարի, միայն այն հանգամանքը, որ հա 18 տարեկանի զոհվելը վատ է, բայց ինձ դա չի բավարարում որպես ընթերցող, եթե ես խոսեմ իմ զգացողությունների մասին։ Իսկ եթե այդ քաղաքական այդ մեծ հա հարցից գանք մի քիչ այս կողմ գրականությանը, ինչ շատ հետաքրքիր էր նաև այդ երկու հերոսների համեմատությունը, հա, այնտեղ մի հերոս կա, Միկի Մաուսը, որը տենց զուգարան մաքրողը, հա, սենց ասենք գրքի մեջ ամենատենց անարժան, ամենատենց պղծված մարդն է բանակում, որը միայն արժանի է զուգարան մաքրելու, ինքը ձեռնոցներով պիտի կպնի մյուսը, սենց մի կերպար գոյություն ունի ու գրքի հերոսը, պատումի հերոսը անում է մի արարք, որը որ ինքը մտածում է ինքը գնալու է նորից Միկի Մաուսի օրը, հա, զուգանում սաները ընկնում, իր սաները, ինքը դա վերցնում է, մտածելով որ ոչ մեկ չի տեսնի, բայց ինչ որ մեկը բնականաբար վերցնում է, հետո հասկանում է, որ չվերցներ, հա։ Սենց դիպված կա, հա, ու ինչն է հետաքրքիր։ Այդ Միկի Մաուսը ինքը կանոններին, չգրված կանոններին համակերպվել է։ Ինքը համակերպվել է նրան, որ, չգիտեմ, ինքը տենց ինչ որ մի արարք է արել քաղաքացիական կյանքում, հա, ինչ որ արարք է արել, որի հետևանքով իրան բանակում պղծում են, սենց ասած, ոնց կա տենց ասենք, հա, հիմա գրականությունն էլ է նորմալ է, որ տենց բառեր օգտագործի։ Ու ինքը հաշտված է դրա հետ, գտել է այդ իրավիճակի, այդ կանոնների մեջ համակերպվել է, ապրում է։ Գրքի հերոսը ոչ այդքան ունակություն է ցուցաբերում, որ այդ կանոններին կարանա հետևի, ոչ այնքան ունակություն է կարում ցուցաբերի, որ այդ կանոնները կարանա փոխի, ինքը այդքան ունակություն չի կարում ցուցաբերի, ոչ հարմարվի դրան, դու ես ասենք ինքը ասի, դե լավ, հիմա եղել է, կշարունակեմ կյանքս սնենց, բանակային կյանքս ոնց որ Միկի Մաուսն էր։ Կամ այնքան ուժ ունենա, որ այդ կանոնները փոխի, ասի, մայ գիտեք ինչ կա, այս սրանից հետո սենց չի լինելու, ես եմ այս կանոնները փոխում։ Ոչ էլ այնքան, սենց ասած, կամք ու իմաստություն ունի, որ այդ օրենքները չխախտի։ Դա էլ է, հա, բան, եթե գիտես, այ էսա կանոնները, պիտի շատ ուշադիր լինես, չխախտես, հա։ Եթե գիտես, որ սա սենց է, դու ոչ կարաս սենց անես, ոչ կարաս սենց անես, դու այսինքն այդ մասն շատ հետաքրքիր էր, էլի, մարդը ոնց է իրան դնում փակուղու առաջ, ինքը ոչ կարում է օրենքներով ապրի, ոչ կարում է օրենքներին հետևի, ոչ կարում է օրենքները փոխի, ու իրան մնում է մի բան, քան ինքնասպանություն գործելը։ Չեմ ուզում դες բացեմ, բայց
թույլ մարդու հոգեբանություն է, էլի դա, որովհետև դա մենակ բանակին չի վերաբերվում, դա ընդհանրապես կյանքին է վերաբերվում։ Եթե դու ունակություն չունես փոխես օրենքները, եթե դու ունակություն չունես հետևես այդ օրենքներին, ու ոչ էլ համաձայն ես ապրել այդ օրենքներով, տենց դու լրիվ լուսանցքում ես հայտնվում։ Իսկ տենց բան այն տենց հատուկ պայմաններ ոչ մեկի համար չեն ստեղծելու։ Տենց աշխարհում տենց տեղ չկա, որ պետություններին էլ է վերաբերվում։ Որ տենց իհարկե, տենց հատուկ պայմաններ, տենց բամբակի մեջ, գուցե միայն մարդկանց ընտանիքներում է, հա, հնարավոր տենց մարդու համար տենց կոմֆորտ բամբակի մեջ պայման ստեղծել, որ իրան ոչինչ բան չլինի, բայց մեծ աշխարհում դու չես կարա, դու կամ պետք է համակերպես այդ օրենքներին ու լինես Միկի Մաուս, եթե տենց է բանը հասել, կամ պիտի այնքան ուժ ունենաս, որ դու թելադրես այդ օրենքները, կամ չխախտես գոնե այդ օրենքները, կամ գոնե, եթե դու ոչ նա ես կարում անես, ոչ նա ես կարում անես, դու պետք է այնքան ուշադիր լինես, որ այդ կանոնները չխախտես։ Այ գրքի հերոսի սխալը այդտեղ է։ Ինքը ոչ նա է կարում անի, ոչ նա է կարում անի, ոչ նա է կարում անի։ Հետո ասում ես բան չունի, ուղերձը չունի, որովհետև ինձ հիմա որ այս պատմությունը պատմում ես, ինձ թվում է Ես չեմ կարծում որ գրքի ուղերձն է դեր։ Գրքի ուղերձը ես ավելի շատ ընկալեցի այն, որ այ հանրությունը, այ պետությունը պիտի տենց կոմֆորտ պայմաններ ստեղծի նաև այն մարդկանց համար, գրականության ոչինչ բանի մեջ չեն գրականություն շատ դեկլարատիվ հայտարարություններ ես ուզում, տենց բաներ կարան գնան խոսքի ազգային ժողովի ամբիոնց ասեն։ Դե ես տենց եմ ընթերցել, տենց եմ զգացել։ Բանը նկատի ունեմ տեքստը, երբ որ ինքը ստեղծում է մի հատ կերպար, որը քո ասածով անում, այսինքն չի կարողam օրենքով ապրի, չի կարողam օրենքը չխախտի, չի կարողam խախտածի հետևանքները կրի եւ չի կարողam կանոնները փոխի եւ դրա արդյունքում քարանում է, դա չէ իր պատմության ավարտը, որը լավ հանգուցալուծում չի, դա ոնց որ ինչ ենք ուզում ասենք, չգիտեմ, ստատուս չէ էլի կամ չգիտեմ, ճար չի, որ ես դրանից ավելի շատ բան ակնկալեմ եւ դրա համար քո մեկնաբանությունը ինձ ահա որ հետաքրքիր է թվում այդ կոնտեքստում, բայց ոնց որ դու դժգոհ ես, որ այդքան հարմար բան է տվել։ Ոչ թե դժգոհ եմ, այլ ես իմ կարծիքով դա հետաքրքիր, ոչ թե հետաքրքիր, այլ ես sense համարյա նախանձում եմ այդ մեկնաբանության, այդ ընթերցման ձևին։ Ես իմ զգացածն եմ ասում, ու սովորաբար գիրք ընթերցելուց երբեմն էմպաթիա ես չէ ունենում հերոսին։ Իմ մոտ այս գրքի հերոսը էմպաթիա չի առաջացնում։ Արի ասենք որ դա գրքի հերոսը չի, գրքի գլուխներից մեկի հերոսն է, որ շփոթության մեջ չգցենք մարդկանց, որտեղ ինքը անդադ ուրիշ տարբեր մարդկանց մասն է պատմում, բայց ինչ եմ ուզում ես, ինչի վրա եմ ուզում ասել որ էմպաթիա իմ մոտ չի առաջացնում։ Դե չի կարա առաջացնել։ Էմպաթիա կարա առաջացնի Միկին, որտեղ ինքը Միկին էլ էմպաթիա չի առաջացնում։ Ուզում ասեմ էլի ավելի Ինձ ոչ մեկ էմպաթիա չի առաջացնում այս գրքի հերոսներից անկեղծ ասած։ Այդ բանը պատմության մեջ հետաքրքիր գիտես, որն է քո ասած ամբողջի մեջ, որ այս մարդը, այս զինվորը բոլոր հետ միասին մասնակցում է այդ Միկին ստորացնելու խրախճանքին, մինչև որ ինքը պատահաբար բան է անում, խախտում է կանոնը շատ բնազդաբար էլի ոչ միտումնա, որ ինքը դա անում։ Ու ինքը չգիտի, այս ամբողջ ընթացքում ինձ թվում է տենց էլ չի իմանում ինքը բան է, ինչ որ մեկը տեսել է, թե չի տեսել, որտեվ ջրծաղիկ է եւ մեկուսացված է։ Ինքը չգիտի իրան տեսել են թե չէ, բայց այդ ամբողջ տառապանքը, որի միջով ինքը անցնում, այնքը սկսում է մտածել Միկի զգացողությունների, զգացմունքների, ապրումների մասին, որ սկսում է նկատել, որ նա էլ է մարդ, որտեվ ինքը հեծաշուտով հայտնվելու է նրա դերում ու չի դիմանում պարզապես այդ բանին, հա, էմոցիոնալ էսկալացիային ու ինքնասպան է լինում։ Այս պատմության մեջ շատ հետաքրքիր է ոնց է ինքը նկատում ուրիշների խնդիրը, ոնց չի նկատում ուրիշների խնդիրը, երբ որ ինքը չունի խնդիր, ու ոնց է սկսում նկատել, երբ որ շատ մարդեղացնում է էլի այս Միկին, երբ որ այդ ընթացքում այդ ամբողջ ծաղիկի մեկուսացման ընթացքում երբ որ սկսում է իր մասին մտածել, այս շատ տարօրինակ մարդկային միգուցե հատկություն է, որ դու բան ես անում, հա, քեզ կարաս մասնակցես ուրիշ այդ ոչ կանոնադրական հարաբերություններին կամ կանոններին ոչ կանոնադրական ու միայն ինչ որ պահի կարողանաս բան անել, նկատել դա։ Չմասնակցելու համար ինքը կանոնները պետք է խախտել, իսկ ինքը այդ ունակությունը չունի։ Բայց դու հետաքրքիր բան ասացիր, նաև այդ պետություններն էլ են տենց, ու ես զրույցի սկզբում որ ասես, սա շատ նման է, հա, այդ Ուշ Սերժի շրջանի այդ երիտասարդ կամ մի խոսքով այդ մտքին, հա, մեր հանրային ու
ինչա դառնում, հա, մենք կանոնները որպես հանրություն, որպես պետություն չենք կարող փոխենք, այո, մենք չենք կարողացել կանոնները փոխենք, որ, ասենք, չգիտեմ, Արցախի հարցում, անկախության հարցում ինչ որ բան չենք կարողացել փոխենք։ Ոչ կարողացել ենք այդ կանոնները պահենք, ոչ էլ կարողանում ենք ընդունենք, որ ոչ է կարողանում ենք ընդունենք, անդադ ինչ որ արժանապատվության մասին ենք դիմալ ենք խոսում, հա, պարտություն ենք կրել այդ ամեն ինչի արդյունքում, հա, սխալվել ենք, բայց էլի մենք անընդհատ խոսում ենք արժանապատվությունից։ Դե տես չի լինում, դու կամ պետք է նա անես, նա կամ նա։ Այդ է ասում էլի, որ այդ ուղերձը ճակատային պետք է չլինի, ողջ լինելու համար, ոնց որ պետք է ինչ-որ բան փոխես, այլապես այս բանը, այս պատմություն ցույց է տալիս, որ եթե դու ոչ մի բանը չես կարում անես, ոչ համակերպես, ոչ փոխես, ոչ ապրես այդ կանոններով, ոչ մի բան չես կարում, դա քարանում ես եւ մահանում։ Ոնց այդ արդյունքը եւ երբ որ դու պատմում ես նու քո բանը ընթերցումն էիր պատմում մեջ այդ միտքներ պատտվում որ մենք իսկապես նաեւ ոչ կարողացել ենք այդ կանոններով ապրել կանոնները չխախտել ոչ խախտելու դեպքում ոնց որ համակերպվել այդ խախտվածի բանի կեցվածքին ոչ փոխել այս աշխարհի կանոնները ու ոնց որ ինքդ քեզ դատապարտես մահվան այդ առնում էլի այստեղ դե դու ասում ես ինքը տենց միամիտա հա այդ կանոնը խախտում բայց այդ էլ էլի բան դու բանակում ես դա վաղ կարող պատերազմ լինես դու իրավունք չունես թուլություն ցուցաբերես դու չես կարա դու նենց մի տեղ ես որտեղ դու թուլություն չես կարա ցուցաբերես դու դա պետք է գիտակցես դու դա պետք է հասկանաս դու պետք է տեսնես որ դու տեսնում ես չէ ասենք Միկիի հետ ինչա կատարվում Այս բանի պատմողի կռիվը դրա հետ է իրականում դառնում երևի հետո երբ որ դա լինում է չգիտեմ վաղը դու պատերազմում ես լինելու եթե ուզում ես դու կենթանի մնաս դու պետք է հա քո զգոնությունը երբեք չկորցնես նույնը վերաբերում է պետություն լինելուն դու չես կարող քո զգոնությունը երբեք կորցնես դու տես չես կասես այ ես տենց ինչ որ բաների մեջ այն որ սկզբում ասել սրա խնդիրը այս գրքի բանի պատմության մեջ պատմվող չհասված խնդիրը այնա որ ինքը բանա պերմանենտ պատերազմի պատմությունն է արդյոք քո կարծիքով եթե ոնց որ խաղաղ պայմանների բանակի պատմություն լինի դա ավելի որակյալ հարաբերությունների մասին կլինի դե չգիտեմ դե ժամանակա պետք է անցնի որովհետև եթե խնդիրը ոնց որ կարող խնդիրը ոչ թե բանն է պատերազմն է այլ այդ տղամարդկանց բան հիերարխիկ հարաբերությունները փակ տարածքում այդ ես դրա պատասխան չունեմ ու ես գիտեմ միայն մի բան որ դա ինչ որ շատ շղթայական բան է էլի հասկանում ես ասենք երբ որ դու պերմանենտ պատերազմի մեջ չես արդեն ուրիշ ձև կա քեզ կարաս պայես կարաս ինչ որ չեմ ասում լրիվ անցնես պրոֆեսիոնալ բանակի բայց կարաս ինչ որ այդպես տարեր ունենաս չգիտեմ 18 տարեկանների հանդեպ ուրիշ ձև վարվես ոչ թե 18 տարեկաններին տանես չգիտեմ 20 երեխա լցնես ինչ որ մի հատ պոստում հա սահմանի վրա ու ընդհանրապես ասենք բան չլինի ինչ որ կարող նույնիսկ օֆիցեր չի լինում հա սպա չի լինում երբեմն հետները բնականաբար դա ռիսկեր է ծնում որ կարա ինչ որ բաներ լինի երբ որ դու պայմաններ ես ստեղծում սպաները գոնե այս պատմության մեջ բան են լավ ավելի լավ հա կամ եթե դու այնպես մի իրավիճակի մեջ ես որ անընդհատ մտածում ես այ եթե պատերազմ լինի այս գյուղի թաղային հեղինակությունը 8-րդ դասանի կրթությամբ ինքը պետք է լինելու որ այս մարդկանց բոլորին տանի ռազմաճակատ այ դրա համար է գնդի հրամանատարությունը սիրան եմ տալի ոչ թե ինստիտուտը ավարտած մի հատ երիտասարդի դա այսինքն դու անընդհատ պայմանները ստեղծում սայթակելու համար դա վերջի լինելու է եթե անընդհատ ջուր լցնես ոտքի տակ ու ասես դե բայց պետք է չընկնես վերջի դու ընկնելու ես չի կարա դա բանն էլ է շատ խեղված օրինակ բանը ակնհայտ է այդ հրամանատարը, որը բանա բռնության հակվածություն ունի, իր նկատմամբ հիերարխիկ առավելություն ունի շարքայիններից մեկը, ով կապեր ունի ավելի բարձրաստիճան ինչ որ զինվորականի հետ։ Դե համակարգը տենց է աշխատում։ Ու այդ որ ասում ես ինստիտուտը ավարտած մի մարդու բան անենք, ուղարկեն նրա փոխարեն, այդ ընդհանրապես կքանդվի հիերարխիան, որտեղ են մնացածին գոնե իր բանով, իր այդ բռնի հեղինակությամբ։ Դե բայց դու ինչ ես անհանգստանում, որ կքանդվի այդ հիերարխիան, որտեղ անհանգստանում ես, որ այ եթե վաղը հարձակում եղավ, քեզ պետք է լինելու այդ 8-րդ դասարանում կրթությամբ այդ
գյուղի հակամ այդ մարզի թաղային հեղինակությունը, որը կարալու են մնացած գյուղացիներին բերի համախմբի եւ այլն, բայց պետք է հասկանաս, չէ՞, որ դու տենց մարդու ես նշանակում հրամանատար, այդ մարդը իր պատկերացրած աշխարհ հայացքն ու համակարգն է ինքը ներդնելու տեղ։ Եթե այդ մարդու կիսակրիմինալ աշխարհ հայացքը այդ է, բռնությունն է, սա է, այդ մարդը վերջը դա է ներդնելու։ Ու դու չես կարող ուրիշ արդյունք ստանաս, քան այդ կիսակրիմինալ համակարգը իր համապատասխան հետևանքներով։ Չենք խոսում, չէ՞ մենք նրա մասին, որ ասենք բանտում կարա լինի ուրիշ դա բան է, իրական բանտային բաներ են, բարքեր են այս ամբողջը։ Բայց ի՞նչն է պատճառը, որովհետև դու ստիպված ես եղել այդ հրամանատարությունը բանակի հանձնել այդ մարդկանց, այդ դաշտային հրամանատարները ասվածին, այլ ոչ թե ինստիտուցիոնալ ռազմական կրթություն ունեցող մասնագետների, որովհետև դու պերմանենտ պատերազմի մեջ ես, դու ուրիշ տարբերակ չունես։ Դու անընդհատ գնալու ես դեպի այդ աշխարհազորը ու այդ դաշտային հրամանատարությունը, բայց պիտի հասկանալ այդ դաշտային հրամանատարները այդ մարդիկ ինչ են։ Այդ մարդիկ հիմնականում տենց կիսակրիմինալ հակումներ, ոչ թե հակումներ, այլ այդ միջավայրից դուրս եկած մարդիկ են, որոնք կարան ինչ որ ստիպեն շատերին համախմբվել ու ինչ որ ստիպողաբար ինչ որ գործողություն անել։ Դե ես չեմ ասում վատով, որ բոլորը տենց են կամ բան, բայց ընդհանուր համակարգը այդպիսին է, ու դա մենակ մեզ չի վերաբերում, աշխարհի բոլոր տեղերում էլ է տենց է։ Եթե դու բանը հույսը դնում ես կամ ոչ թե հույսը տալ հենվում ես ֆիդայական շարժումների, աշխարհազորի եւ այլն, ստանում ես այն ինչ որ ստանում ես։ Ես քանի որ մոտենում ենք ավարտին, մի քանի գեղարվեստական սիմվոլի եմ ուզում անդրադառնալ, որոնք ինձ շատ գրավել են եւ ես կուզեի բաց չթողնել սրանց մասին խոսելու բանը, հնարավորությունը, այդ բանակում ծառայելը ոնց որ ինքնությունը անհատականություն կորցնելու մասին պատմություն լինի, այս պատմողի տեսանկյունից ու ինքը իրեն անվանում է շարքային անանուն, չէ, բան չունի, անունն է կորցնում ու բանի այդ հրամանատարի ծեծելուց հետո իրան դեմքը ծեծելուց հետո ինքը ասում է ոնց որ բանս այդ քիթս աչքս բանս դեմքս հավաքեցիր եւ բան արեցիր քամուն տվեցիր ու ոնց որ ես մնացի առանց դիմագծի ու այդ բան զուգահեռնա որ ինքը ոնց որ դեմքը կորցնում է հա այդ ամբողջ փորձառության միջով անցնելուց բայց ասում է դեմքս քեզ քիչ էր քեզ պետք էր իմ բերանը ու կարծես խոսելու ունակության պատմելու ունակությանը հղվի որը նաև Սահակի հետ է տեղի ունեցածի ժամանակ ասում է եթե Սահակը խոսեր հնարավոր է որ փրկվեր այսինքն այս ամեն ինչի մասին խոսելու բանն է կոնտեքստն է տեղ ու երբ որ Պաչյան ինքը այս գրքի մասին խոսում է ինքը ասում է ես այս գիրքը ոչ թե ոչ այնքան տեղի ունեցած պատմելու ակտ է, այլ այդ ամենը պատմել չկարողանալու մասին է, թե ոնց ես չեմ կարողանում պատմել այդ ամեն ինչը ու կարող է այդ քո բանը չհերիքելը քեզ այդ տեքստը, նաև այն մասին է, որ գրողը ինքն էլ պատմում է, որ ինքը չի կարող պատմի, այսինքն հետո երբ որ մեկնաբանում ասում ես չեմ կարող պատմեմ այն ինչ տեղի է ունենում ու այդ բանը ճիչ է, հա, որ ասում է գուցե եթե Սահակը խոսեր ինքը փրկվեր ինքը նաև այդ քո ասած գրականության ֆունկցիայի մասին ինչ որ բան է ուզում հուշի որ միգուցե եթե մենք այս մասին խոսենք ինչ որ բան տեղի ունենա ոչ թե ասենք այդ բանը խիստ ռոմանտիզացված բանակում ֆիլմը որտեղից ես բանակի մասին պատկերացումներ եմ ձեռք բերել որտեղ ես ծառայած չեմ ինչպես կարելի է ենթադրել Եվ ասենք, չգիտեմ, զինուժի այդ խիստ բանի կանոնիկ, մարտունակ, ռոմանտիզացված էլի պատկերացումները, տաբուավորված բան էր, բանակի մասին պատկերացումները։ Հա, ու ինքը ասում է կոնե խոսանք, հետո որ հասկանանք ինչ լուծումներ կարան լինեն, էլի, որովհետև նույնիսկ խոսալու բանի մասին է, էլի, խոսալու արգելքի մասին, հաղթահարելու մասին։ Բանակի մասին խոսալը տաբուավորված բան է եղել։ Բայց ոչ միայն այդ բանակում Ստեղ իմ ասելիքը նաև այն չէր, որ մենակ պիտի բարքերի մասին խոսա։ Ես ոնց որ իմ ակնկալիքի մասին եմ էլի իհարկե խոսում։ Ես համամիտ եմ քո որ գրականությունը պարտավոր չի ինչ որ պատասխաններ տալ։ Ես զուտ որպես ընթերցող իմ ակնկալիքի մասին եմ ասում, որ ինձ ավելի տենց իմ սրտին կպնում է այն, որը որ գնում է դեպի այդ խնդրի արմատները, որովհետև եթե դու ասելիք ունես, հա, չակերտավոր ասած ինչ որ բան փրկելու, այդ փրկելու համար պետք է հասկանալ փրկողակը ինչն է, ոնց ես դու դա փրկելու։ Միայն պատմելով դա
կյանքը ցույց տվեց, որ, հա, սա այս գրքից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ դա ոչինչ չփրկեց։ Հա, ինքն էլ է ասում, որ այս գրականության պարտությունն է պատերազմը, ու քանի որ մեր ժամանակը վերջացավ, Հայկ արի ասենք իրար ցտեսություն ծիտելի երևի այս ոճով շարունակենք ու կհանդիպենք արդեն մյուս շաբաթ նոր պատմությունով եւ նոր տեքստով անպայման